Պարոն Պարսյան, Ռուսաստանը հայտարարում է, որ Հայաստանի արտաքին առևտրի 36%-ը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը, որքանով է վտանգավոր նման տնտեսական կախվածությունը եւ ռուս-հայկական հարաբերությունների սրման պայմաններում որ ոլորտները առաջինը կհայտնվեն հարվածի տակ։ Հաշվի առնելով, որ Հայաստանը հայտարարել է, որ ինքը ցանկանում է Եվրամիության անդամ դառնալ, որը այսպես մոտակա ապագայում քիչ հավանական է, բայց դա այսպես քաղաքական հայտարարություններ են։ Ռուսական կողմը փորձում է հիշեցնել հայկական կողմին, որ դուք մեզ հետ բավականին տնտեսական կապեր ունեք, ընդհանուր արտահանության 36%-ն է, արտահանման 28%-ն է, եւ եթե դուք որոշեք փոխեք ձեր տնտեսական ինտեգրումը, դա կլինի ձեր որոշումը, բայց դուք կարող եք ունենալ որոշակի կորուստներ, տնտեսական կորուստներ։ Այդ ամենը անշուշտ հայկական կողմը լավ հասկանում է եւ նման կտրուկ փոփոխությունների չի գնա։ Խնդիրը կանգնում է նրանում, որ ռուսները ավելի շատ այս պահին մտահոգված են Հայաստանի երկաթուղու ապագա, այսպես ապագայով, քանի որ Հայաստանից, ինչպես նաև տարբեր հարթակներից գնում է ազդակներ, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի կամ փոխանցի կոնցեսիոնի կառավարումը երկաթուղու, օրինակ ղազախական կամ այլ ընկերության։ Անշուշտ դա ռուսական կողմի համար բավականին զգայուն թեմա է եւ նրանք էլ փորձում են ցույց տալ, որ մեզ համար դա կարմիր գծերից մեկն է եւ մենք դրան հանգիստ չենք նայելու եւ համապատասխան քայլեր եք իրականացնում։ Այսինքն սա դիվանագիտական լեզվով կադրում է, որը իրականացնում են եւ հայկական կողմը եւ ռուսական կողմը։ Այստեղ տնտեսագիտական խնդիր չկա, տնտեսական, այսպես հաշվարկներ չկան, ավելի շուտ քաղաքական հայտարարություններ են։ Հաշվի առնելով նաեւ այն, որ ռուսական կողմը նաեւ վերջի տարիներին բավականին լուրջ փոխադարձ կախվածություն ունի նաեւ Հայաստանից։ Օրինակ Հայաստանի միջոցով բավականին լուրջ տրանսֆերներ գնում եւ որը թույլ է տալիս նաեւ Հայաստանի իր հերթին իր ազդեցությունը ունենա ռուսական տնտեսության մի հատվածի վրա։ Օրինակ մոտ 3.9 միլիարդ դոլարի տրանսֆերները Հայաստանով գնացել անցած տարի Ռուսաստանից եկած, ինչպես նաև մեծ քանակությամբ վերարտահանումներ եւ այլ եւ այլ։ Այսինքն այս բանին Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսությունները զուգահեռ բավականին ակտիվ աշխատում են եւ ամբողջը ուղղված է նաև տնտեսական բաժանմիջոցների շրջանցմանը, նոր տնտեսական կապերի հաստատմանը, քաղաքական մասով հայտարարություններ կան, բայց տնտեսական process-ները ճիշտ հակառակն են։ Եվ Ռուսաստանի առաջարկը ԱԵԿ-ի վերաբերյալ, ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԵԿ-ի նախագիծ, որը կարող է բավարարել հանրապետության կարիքները 1 դարով։ Հայաստանը արդեն 2 տասնամյակ է բանակցությունները վարում ռուսական կողմի հետ նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ։ Իրավիճակը էլ ավելի այսպես թեժացավ, երբ որ այս process-ի միացավ ամերիկյան կողմը, ֆրանսիական եւ այլ երկրները, որոնք իրենց առաջարկությունները հանդես եկան, հատկապես փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նախագծի մասով ամերիկյան կողմը նաև հուսագիր ստորագրեց այդ ուղղությամբ համատեղ գործելու, ուսումնասիրելու եւ այլ մասով։ Հայաստանը այս բանին որոշում չի կայացրել, թե որ ինչ ատոմակայանն է կառուցելու։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ունի համաձայնություն այդ ուղղությամբ համատեղ ծրագրեր, այդ ուղղությամբ նաև քայլեր իրականացնելու համար, բայց մինչ այժմ չկա ամերիկյան այդ մոդելի կառուցման ժամկետները, հզորությունը եւ այլն։ Հետևաբար այս բանին չի կարող Հայաստանը միանշանակ որոշում կայացնել։ Ռուսական մասով իրավիճակը ավելի այսպես հստակ է, քանի որ Ռուսաստան ունի փոքր այսպես ատոմային դպրոց, որը փոքր ատոմակայաններ կառուցելու մի շարք օրինակներ ունի, եւ հիմա այլ աշխարհի մի քանի երկրներում կառուցում է Եգիպտոս, Հնդկաստան, Հունգարիա եւ այլն։ Եվ նմանատիպ նաև նախագիծ առաջարկում է Հայաստանը։ Ընտիր այսպես կայանում է հզորությունների մասով, այսինքն Ռուսաստանը փոքր մոդուլային տիպի ատոմակայան վիճակի է Հայաստանի համար կառուցել։ Այդ հարցը համապատասխան başka քննարկումների մեջ է։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը ֆինանսավորումն է։ Ով է ֆինանսավորելու այս կայանի կառուցումը։
եւ ամերիկյան եւ ռուսական մոդելի դեպքում մենք քրտի ունենք ֆինանսավորման մասով, քանի որ Հայաստանը հաստատ ունի 6 միլիարդ դոլար ատոմակայան կառուցելու համար։ Եվ դրա համար պետք է ռուսացի բանկային միջոցներ։ Արևմուտքի բանկային միջոցները կարող է տալ։ Ռուսական կողմը կարող է տալ ինչ տոկոսով դեռ հայտնի չի։ Այսինքն մենք որոշում կայացնելուց առաջ պետք է նաև նայենք պայմաններին։ Դա բնական խնդիրը, որ հայկական կողմը դեռևս որոշում չի կայացնում։ Որքան ուշացնում այդ որոշումը, այնքան կարծում եմ իրավիճակը կամ մրցակցությունը էլ ավելի է ստանում երկրների միջև։ Հայաստանը այս բանին որևէ երկրի վերջնական այդպես որոշում չի ներկայացրել, եւ հիմա ամեն կողմ պատրաստ է իր փաթեթը եւ ներկայացնում է իր փաթեթը եւ Հայաստանը պետք է ուսումնասիրի եւ վերջնական որոշում կայացնի։ Եվ տարբեր շրջանակներում հնչում են տեսակետներ, նաև ռուսական կողմն է այդ պնդումները անում, որ Եվրամիությունը ոչինչ չի առաջարկում ձեզ, միայն առաջարկներով հանդես են գալիս մենք։ Իսկ Եվրամիությունը եկավ այստեղ գագաթնաժողով եղավ, բայց առաջարկներ չեղան։ Նա դրանից առաջարկները բազմաբնույթ են լինում։ Օրինակ Եվրամիությունը առաջարկել է մինչև 2.5 միլիարդ եվրոյի չափով վարկավորման աջակցության ծրագրեր Հայաստանում իրականացնել, ֆինանսավորել։ Դա ևս առաջարկ է, որ Եվրամիության կողմից ներկայացվել է։ Կամ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին առաջարկել է համատեղ օրինակ AI-ը կառուցելու համար, օրինակ նկարագրության մասին խոսքը վերաբերում, որը լինելու հայ-ամերիկյան համատեղ լեզունային պրոյեկտ, որ ևս առաջադեմ տեխնոլոգիա է, որը կարևոր է Հայաստանի տնտեսության համար, այսինքն այնպես որ ռուսական կողմն է ներկայացնում։ Այո, արևմտյան ընկերությունները, արևմտյան նախագծները Հայաստանում անհամեմատ ավելի քիչ են։ Եվ Հայաստանը, որը հայտարարում է, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր տնտեսությունը, մեր առևտուրը, մեր գիները, այս ուղղությամբ բավարար քայլեր չի իրականացնում։ Շատ լավ կլիներ, որ իրոք արևմտյան երկրները ոչ միայն այսպես առաջարկեն ու արդեն կոնկրետ խոշոր նախագծեր իրականացած լինեն Հայաստանում։ Այս բանը դրանք շատ քիչ են այսպիսի նախագծեր։ Իսկ տնտեսական առումով մենք ինչ այլընտրանք ունենք։ Հայաստանը կարող է տնտեսապես զարգանալ, հզորանալ, եթե ունենա ինքը լավ տնտեսական կապեր եւ Արևմուտքի եւ Ռուսաստանի։ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, պետք է զարգացնի կապերը երկկողմանի մակարդակով արևմտյան երկրների հետ, բոլոր երկրների հետ։ Դրանից շահելու են բոլորը եւ ռուսական ընկերությունները, քանի որ Հայաստանի միջոցով դարձան լուծելու արևմտյան շուկաներ։ Հետևաբար, մենք պետք է այս իրավիճակում ոչ թե փորձենք կամ կամի քաղաքականությունը բարելավենք, կամ Արևմուտք, կամ Ռուսաստան, այլ փորձենք այս տնտեսական ինտեգրման միավորումների հետ բոլորի հետ աշխատել։ Եթե մենք հրաժարվենք Ռուսաստանից, կզրկվենք նաև Արևմուտքից եկող օգուտների մի մասին եւ հակառակը։ Այսինքն Հայաստանը չի կարող կտրուկ որոշում կամ շրջադարձ կատարել։ Հայաստանը չի կարող հրաժարվել Արևմուտքի հետ տնտեսական գործընկերություն։ Ռուսաստանը նույնպես գիտի, որ Արևմուտքը Հայաստանին չի սպասում մոտակա ապագայում Եվրամիության անդամության դերը։ Բայց Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ դուք գործնելու բանում եք։ Այսինքն հայկական կողմը, որը փորձում է հարաբերությունները զարգացնել Արևմուտքի հետ, դա Ռուսաստանի համար այս բանին որևէ վտանգը տնտեսական առումով, քաղաքական առումով չունի։ Ընկերը կարող է հետագա զարգացումների ինչպես կգնա, եւ այսպես Հայաստանը պետք է իր շահերից բխող այլ իրականացնել։ Ընտրելով երկու երկրների կամ երկու տնտեսական միավորումների հետ համատեղ փոխհարաբեր նախագծեր իրականացնել։